Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցների ֆոնին Եվրոպական միությունը հայտարարեց, թե մոտ 52 միլիոն եվրոյի օգնություն է ցուցաբերում Հայաստանին, բայց ինչն էլ ավելի կարևոր է, հայտարարվեց, թե Հայաստանի նկատմամբ սահմանվելու է առևտրի ինքնավար միջոցառումների ATM այսպես կոչված ռեժիմը, որը թույլ կտա դեպի Եվրոպական միություն արտահանվող հայաստանյան ապրանքների մոտ 80%-ի համար սահմանել ըստ էության անմաքս առևտրային ռեժիմ։ Այսինքն հայկական ապրանքները, հայաստանյան ապրանքները կարող են եվրոպական շուկա մուտք գործել առանց որևէ մաքսատուրքի։ Ինչ է այս ամենը նշանակում եւ ինչ հեռանկարներ են սպասվում։ Հյուրընկալել ենք Access վերլուծական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Հայկ Ասֆանյանին, բարև ձեզ, պարոն Ֆանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այստեղ էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, հայտարարվեց ընդհանուր առմամբ արդեն 52 միլիոն եվրոյի աջակցության մասին, բայց որն էլ ավելի կարևոր է, շատերն են այդ մասին նշվում, խոսվեց առևտրի ինքնավար միջոցառումների ռեժիմի, Autonomous Trade Measures-ի կիրառման մասին։ Քիչ առաջ ես ասացի, որ դա ըստ էության նշանակում է հայկական Եվրոպական միություն արտահանվող հայկական ապրանքների համար անմաքս ռեժիմի սահմանում։ Ինչ է այս ամենը նշանակում, կարող եք բացատրել։ Սա ըստ էության հնարավորություն է, որ մեր արտահանողները որոշակիորեն կարողանան իրենց արտահանումը դիվերսիֆիկացնել եւ մուտք գործել ԵՄ շուկա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախկինում այդպիսի միջոցառումներ կիրառվել են նաեւ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի դեպքում։ Եվ ըստ էության մեր տնտեսվարողները հնարավորություն կունենան առանց մաքս իրենց ապրանքը մտցնել ԵՄ շուկա։ Այդուհանդերձ ուզում եմ հիշեցնել, որ նախկինում մենք ունեցել ենք եւս GSP+, որ էլի լայն շրջանակի ապրանքների համար նախատեսում էր 0% մաքսատուրքի վճար, մաքսատուրք դեպի ԵՄ շուկա, սակայն ավելի կարևոր է, ես կարծում եմ, ոչ թե կոնկրետ հենց այդ միջոցառումը, այլ նաև այն փորձագետների այցը, որ պատրաստում են կազմակերպել գա Հայաստան, ֆոն դեր Լայենը նշեց, այո, փորձագետների խումբի մասին նշեց, որոնք ըստ էության աշխատելու են մեր արտահանողների հետ, որպեսզի նրանց մուտքը եվրոպական շուկա հնարավորինս սահման լինի։ Այսինքն, որպեսզի հայաստանյան ապրանքների ստանդարտները, չափանիշները համապատասխանեն եվրոպական, ստանդարտներին, որպեսզի հետևաբար հայաստանյան ապրանքները կարողանան ավելի լավ վաճառվել այսպես եվրոպական շուկայում։ Փակագծերը դեռ այդպես բաց չեն, մենք ուղղակի գիտենք, որ փորձագետներ են գալու, ես ենթադրում եմ կլինեն մասնագետներ եւ որակի մասով, եւ շուկայահանման, մարքեթինգի մասով, որովհետեւ հաճախ մեր ապրանքները նաեւ այդ մարքեթինգն է պակաս, պատշաճ բրենդավորումը, փաթեթավորումը, որպեսզի մեր ապրանքը կարողանա վաճառվել եվրոպական շուկայում։ Տեսեք, ըստ էության կարող ենք ասել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ ստացել է խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու նման մի ռեժիմ, հայտնի DCFTA-ի մասին է խոսքը, այդ ռեժիմը ունեն Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագրեր ստորագրած երկրները, Վրաստանը, դուք նշեցիք Մոլդովան, Ուկրաինան, բայց Հայաստանի պարագայում սա ըստ էության միակողմանի է, հայկական ապրանքները կարող են ազատորեն մուտք գործել եվրոպական շուկա, սա ինչու է ուշադրություն գրավում, որտեղ ստացվում է, որ Հայաստանը միաժամանակ հայտնվում է երկու անմաքս գոտիներում, մեկը ԵԱՏՄ-ն է, որի մասին մենք քիչ անց կխոսենք, մյուսը Եվրոպական միության շուկան է դարձյալ, ինչպես ասացիք, հայկական ապրանքների համար ըստ էության անմաքս ռեժիմ պետք է սահմանվի, սա ինչ է նշանակում, ինչ առավելություններ կարող է տալ։ Իրականում ես չգիտեմ այդ եւ-ի տարբերակը ինչքան կարող է տվել, կախված նաեւ ռուսական, կողմից ցնչող հայտարարություններով։ Այդուհանդերձ պետք է նշենք, որ այս քայլերը ըստ էության աջակցություն էին, քաղաքական աջակցություն են նաև ենթադրում Հայաստանի կառավարությանը, Հայաստանի ժողովրդին, որպեսզի կարողանան դիմակայել այն հնարավոր սպառնալիքներին, որը մենք տեսնում ենք ռուսական կողմից։ Դա կլինի արտահանման սահմանափակումների տեսքով, դա կլինի այլ գործողությունների տեսքով, որոնք տարբեր էպիզոդներում մենք տեսնում ենք։ Ես նայեցի թվերը, պարոն Ֆանյան, վիճակագրական ծառայության համաձայն այս տարվա առաջին, դրանք վերջին տվյալներն են, այս տարվա առաջին 4 ամիսներին, նախորդ տարվա 4 ամիսների առաջին 4 ամիսների համեմատ Հայաստանի արտահանումը Եվրոպական միություն կազմել է մի փոքր ավելին, քան 355 միլիոն դոլարն է, եւ աճը գրեթե կրկնապատկվել է 97.3%, Ռուսաստան համեմատության համար արտահանումը կազմել է նույն ժամանակահատվածում 847 միլիոն դոլար եւ անկում է գրանցվել
4/10-ական, հա, տոկոսով այս աճը դեպի եվրոպական շուկա ինչով է պայմանավորված։ Ըստ էության մենք կարող ենք խոսել մի քանի գործոնների մասին, այդ թվում նաև կառավարության մաքսատուրքի փոխհատուցման ծրագիրը, կառավարությունը, եթե չեմ սխալվում, 2024 թվականին ընդունվել կամ 2025 թվականին ընդունեց մի որոշում, որով որոշակի շրջանակի ապրանքների համար տրվում էր մաքսատուրքի դուք արտահանում եք ձեր ապրանքը Եվրոպական միություն, մաքսատուրք չեք վճարում, կառավարությունը փոխհատուցում է ձեզ այդ մաքսատուրք վճարում եք եւ այդ գումարը փոխհատուցում է կառավարությունը։ Այդպես էր ինքը տեքստիլին, ալյումինի փայլատիթեղին վերաբերող հիմնական ոնց որ շահառու ոլորտները այդ ոլորտներն էին։ Ես ենթադրում եմ հիմնականում դրա հետ է պայմանավորված աճը։ Այստեղ այլ հարց է, թե արդյոք այն գումարները, որ ծախսվում են, հա, այս աճը խթանելու համար, ոնց որ համարժեք են այդ ստացված օգուտներին, սա այլ հարց է, որ կարող մենք քննարկենք, բայց զուտ պատճառատվականքային կապը որ փորձենք ներկայացնել, ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ այդ գործոնով է պայմանավորված։ Նման աճը։ Այո, նման աճը պայմանավորված է այդ գործոնով, առանձին դեպքերում, քանի որ Եմեն նաև խոշոր հայկական մետաղի, հա, պղնձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի ներմուծող է եւ կախված համաշխարհային շուկայում այդ ապրանքների գնից արտահանման ցուցանիշները կարող են էականորեն բարձրանալ։ Այսինքն ծավալը բնեղեն առումով կարող է մնալ նույնը կամ փոքրինչ ավելանալ, բայց գումարային առումով, բայց գնից կախված ինքը էական կարող է փոփոխվել։ Եթե դինամիկայի մեջ նայենք, օրինակ նախորդ 10 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպական միություն աճել է, չի աճել, ինչն է փոխվել։ Աճել է բավականին շոշափելի, շուրջ մոտավորապես 45-50%-ով աճ մենք ունեցել ենք 2014 թվականը համեմատած 2025 թվականի հետ։ Դուք իսկ հարցնեք ինչու հենց 2014-ը, ես ուզում եմ շեշտել, որ 2014-ը այն թվականն էր, որ միջև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու տարին էր, հա, որտեղ երբ որ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, դա բնական է, այդ անմաքս ռեժիմը փոշեկուլի նման, հա, քաշում էր մեր ապրանքները եւ ուղղորդում էր դեպի ռուսական շուկա։ Բացի այդ, այնտեղ կառուցվածքային փոփոխություններ են եղել ԵՄ-ում, հա, կախված խոշոր մետաղաձուլաների աշխատանքի հետ, եւ մեր տնտեսվարողները այս բանին ավելի մատչելի այլընտրանք ունեն չինական շուկայում, հա, այդ մետաղը հարելու տեսանկյունից, քան թե ԵՄ շուկայում։ Հետեւաբար sense այսպիսի նրբություններ էլ կարող են լինել։ Դուք ասացիք մոտավորապես 45% աճ է գրանցել Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպական միություն 10 տարվա ընթացքում, 14-25 թվականների ընթացքում, 10-11 տարվա ընթացքում։ Դուք սպասում եք, որ Եվրոպական միության այս որոշման արդյունքում, երբ որ սահմանվեց այդ հատուկ ռեժիմը, անմաքս ռեժիմը դեպի Եվրոպական միություն Հայաստանի արտահանումների վրա, Հայաստան կգան ներդրումներ, որովհետև այստեղ ձեռնտու կլինի արտադրել ապրանքներ, հետո այդ ապրանքները առանց մաքս տեղափոխել Եվրոպական միության շուկա։ Իրականում դա կախված է ժամկետից եւ այն որոշակիությունից, որը տնտեսվարողների համար անհրաժեշտ է նմանատիպ խոշոր ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Ես կարծում եմ առաջիկա 1-2 տարում դեռ դրա մասին խոսելը վաղ է։ Պետք է բիզնեսը համոզված լինի, որ սա երկարաժամկետ բնույթ ունի եւ հաճախ մանավանդ խոշոր բիզնեսի համար շատ կարևոր է նաև երկրի քաղաքական կողմնորոշման հստակությունը, ինչը նոր կարող է լրացուցիչ ներդրումների, այսպես ասած, հիմքեր ստեղծել։ Ես իմ սպասումներում ավելի զգուշավոր եմ։ Բայց կան այդ սպասումները։ Սպասումները կան ավելի մի քանի պայմանների իրագործման դեպքում միայն։ Այսինքն այս ռեժիմը պետք է երկարատև գործի, արտաքին քաղաքական ուղղությունը հայտարարված եվրոպական վերագրման չփոխվի, որպեսզի բիզնեսն էլ ասի, դե գիտեք, ես հիմա էլ պատրաստ եմ ներդրումներ անել, օրինակ, չգիտեմ, լրացուցիչ այգիներ տնկել, որպեսզի այդ ծիրանը առանց մաքս վաճառեմ Փարիզում։ Հնարավոր է, բայց դրա համար որոշակիություն է պետք, որը այս բանին մեզ պակասում է։ Դուք ունեք հաշվարկներ, եթե այս ռեժիմը, ATM ռեժիմը, առևտրի ինքնավար միջոցառումների ռեժիմը պահպանվում է 5 տարի, 10 տարի, դա ինչ ազդեցություն կունենա դեպի Եվրոպական միություն Հայաստանի արտահանման վրա, հասկանալի է այդ արտահանումը կընդլայնվի, հասկանալի է գուցե կառուցվածքը փոխվի, ավելի շատ ապրանքներ արտահանվեն, կան այդպիսի հաշվարկներ գոնե մոտավոր։
Այս պայն այդպիսի հաշվարկներ չունենք, ինքը բավականին լուրջ աշխատանք է նախատեսում, մենք նախաձեռնել ենք մեկ այլ հետազոտություն, որի շրջանակում փորձել ենք հասկանալ, թե մեր արտահանողները ինչ խնդիրների են բախվում կամ ինչն է հիմնական խոչընդոտները, որ չեն փորձում ԵՄ շուկա իրենց ապրանքները տանել, բայց ձեր նշած հարցը ինքը մասնագիտական առումով բավականին լուրջ խնդիրների հետ է կախված, այսպես ասած, այն ցուցանիշի հավանականությունը շատ ճշգրտության ցուցանիշը բավականին խոցելի է լինելու, եթե մենք փորձենք այս բանը որոշակի կանխատեսում անել, դրա համար զերծ ենք մնացել։ Հայկական ապրանքների արտահանման ծավալի աճը Եվրոպական միություն, նաև ստանդարտների բարելավումը ենթադրում եմ ինստինկտիվորեն կբերի, որ այլ շուկաներում, ավանդական շուկաներում հայկական ապրանքները կդառնան ավելի մրցունակ, մուտք կարող են ունենալ, չգիտեմ, օրինակ, Պարսից ծոցի երկրների շուկաներ ինչ կարող եք ասել այս մասով։ Բնականաբար ես մի կարևոր նկատառում եմ ուզում անել, մենք հաճախ հակադրում ենք ԵԱՏՄ-ում ապրանքի որակի նկատմամբ պահանջները ԵՄ-ում ապրանքի որակի պահանջներին, այնինչ շատ դեպքերում դրանք համանման են, բավականին մոտարկված են, որտեղ ԵԱՏՄ-ն երբ որ այդ օրենսդրությունը ընդունել է, ինքը փորձել է մոտարկի, այլ բանա, որ փաստացի դրանք պատշաճ չեն կիրառվում կամ կիրառվում են միայն այն ժամանակ, երբ որ քաղաքական անհրաժեշտություն է լինում։ Ես համոզմունք ունեմ, որ եթե մեր ապրանքը որակական չափանիշներին համապատասխանի, դա նախ եւ պահանջված կլինի ԵԱՏՄ շուկայում եւ բացի այդ այլ երկրներ մեր մուտքը շատ ավելի հեշտ կլինի։ Ես որքան տեղյակ եմ, Եվրոպական միությունից հատուկ նաև փորձագետների, մասնագետների խումբ է գալու, որպեսզի նաև ստանդարտների առումով բարձր խորհուրդներ տա կառավարությանը, բիզնեսին, ինչպես կարելի է այդ ապրանքները, հայաստանյան ապրանքները բարձրացնել, մոտեցնել եվրոպական ստանդարտներին։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այս առումով։ Դեռևս հայտարարությունները նոր են, շատ բան չգիտենք։ Ես նշեցի, որ մեկը կարող լինի որակի մասով եւ մյուսը շուկայահանման մասով, որովհետեւ շուկայահանման մասով էլ մենք խնդիրներ ունենք։ Նկատի ունեմ մարքեթինգի, բրենդինգի, դիրքավորման հետ կապված, սրանք կարևոր կոմպոնենտներ են եւ վերջին հաշվով չի նշանակում, որ ամենավորակյալ ապրանքը հնարավոր է վաճառել ԵՄ շուկայում։ Ճանաչելիություն է պետք, հա, բրենդինգ պետք է իրականացվի, մարքեթինգ իրականացվի, որ մեր արտադրանք, օրինակ, եթե նախքին խորհրդային, հա, ԽՍՀՄ շուկայում հայտնի է հայկական ծիրանը որպես ապրանք, պետք է այդ նույն դիրքավորումը մենք ունենանք նաև ԵՄ շուկայում։ Այլապես հնարավոր չի։ Նույնը վերաբերում է բրենդին, հա, բնականաբար մենք այդ հարցը եւս ունենք։ Անդրադառնանք Ռուսաստանին, Ռուսաստանը Հայաստանի նման ԵԱՏՄ-ում է եւ ըստ էության տնտեսական պատժամիջոցները սահմանում մյուս անդամի նկատմամբ։ Այո, մյուս անդամի նկատմամբ, ես չգիտեմ ԵԱՏՄ կանոններով որքանով է սա կարգավորված այս հարցը, բայց խոսենք տնտեսական ազդեցության մասին, դուք ունեք հաշվարկներ այս պայդրությամբ դեպի Ռուսաստան արտահանվող Հայաստանի ապրանքների քանի տոկոսի նկատմամբ են այդ պատժամիջոցները, ռուսական պատժամիջոցները գործում։ Մենք այսպիսի հաշվարկ ունենք, որ կա ապրանքների ցանկ, որոնք այդ բուզասանիտարական նպատակներով նաև ձկնամթերք է, պլյուս ձկնամթերքը, մենք փորձել ենք գնահատենք, թե անցած տարի նույն ժամանակահատվածում նկատի ունեմ ծաղիկների դեպքում մայիսից սկսած, մյուս ապրանքների դեպքում հունիսից սկսած ինչքան ապրանք արտահանվել Ռուսաստան եւ նույնը ոնց որ էքստրապոլացնենք 2026 թվականի համար, հա, փորձենք գնահատում իրականացնել, խոսքը շուրջ $260 միլիոն ապրանքի մասին է եւ դրացույց եւս $3 միլիոն, ես ուզում եմ հիշեցնել, որ սահմանափակումը գործում է նաեւ տրանզիտի դեպքում։ Այսինքն մեր ծիրանը մենք Ռուսաստանի տարածքով այս բանը չենք կարող արտահանել նաեւ Ղազախստան, Վրաստան, այլ երկրներ։ Սա եւս որ $3 միլիոն մասին է խոսում, այսինքն առավելագույն այսպես ասած վնասը ինչի մասին մենք կարող ենք խոսել, շուրջ $263 միլիոն վնասի մասին է, $264 միլիոն։ Դա ծաղիկների մասով։ Ոչ միայն ծաղիկների։ Ընդհանուր առմամբ։ Ընդհանուր։ Դա դեպի Ռուսաստան արտահանվող հայաստանյան ապրանքների 10%-ից քիչ։ Մոտ 10%-ից քիչ, իսկ ընդհանուր Հայաստանի առևտրի 3%-ից քիչ։ 3%-ից քիչ։ Պարոն Ֆանյան, եթե այդ սահմանափակումները մնան, այդ 10%-ի նկատմամբ սահմանափակումները մնան մինչև տարեվերջ, կամ մոտավոր գնահատական Հայաստանի հնայի վրա դա ինչ ազդեցություն կունենա։ Գիտեք, մեր հաշվարկը, երբ որ փորձում ենք հասկանանք այդ 260 միլիոնը
մեր հնայի նկատմամբ ինչ տոկոս է կազմում, խոսքը շուրջ 0.9%-ի մասին է, բայց միամտություն կլինի ասել, որ 0.9%-ով մեր հնան կկրճատվի այլ հավասար պայմաններում, որովհետև ակնհայտ է, որ այդ բացասական պահանջարկի շոկը, որը մենք ունենք դրսում, այսինքն մեր ապրանքների նկատմամբ երբ պահանջարկ չկա, դա հանգեցնելու է ապրանքի գնի նվազման եւ մենք սկսելու ենք տեղում ավելի շատ ապրանք սպառել։ Մենք մեր արտադրողները, արտահանողները այլընտրանքային շուկաներ են փնտրելու, հետեւաբար ազդեցությունը միանշանակ 0.9%-ից ավելի ցածր կլինի, ես ենթադրում եմ կառավարությունը աջակցության ծրագրեր ունի։ Կառավարությունը իրականում օգտվելով առիթից պետք է նշեմ, որ բավականին դրական եմ գնահատում այն հրատապությունը, հա, միջոցառման, որ իրանք կառավարության որոշմամբ հաստատեցին, սահմանեցին սուբսիդիայի չափերը ապրանքատեսակներից ելնելով, ես կարծում եմ սա դրական էր, որ շտապ կարողացան իրենց ինտերվենցիան իրականացնեն եւ որոշակիորեն կրքերը զսպեն մեր արտահանողների եւ գյուղացիական տնտեսությունների մոտ։ Դուք առաջիկայում ինչ զարգացումներ եք տեսնում, սպասելի է արդյոք, որ հայկական բիզնեսը այնպիսի տպավորություն է, որ այդ զարգացումները եվրոպական ուղղությամբ հա կայացված անսպասելի են նաև հայկական բիզնեսի մեծ մասի համար եւ մարդիկ կարելի ասել շոկի մեջ են, ցանկանում են հասկանալ ինչպես կարելի է ադապտացվել։ Գիտեք, բիզնեսը ինքը մի քիչ ավելի զգուշավոր եւ ավելի պահպանողական է։ Եվ նաև հնարավորություններն են համանապակ։ Եկեք պետք է օբյեկտիվորեն նշել, որ մեր տնտեսվարողները ցավոք այս բան չունեն այդ արտահանման կարողությունները, որպեսզի կարողանան իրենց եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ վարելու, ապրանքի իրանց ներկայացնելու եւ այլն, հա շատ խնդիրներ կան։ Ես կարծում եմ դրական նշաններ կան, բայց ռեալ, այսպես ասած, դրական արդյունքների մասին մենք մի քանի տարուց նոր կարող ենք խոսել։ 4, 5, 10 Եթե խոսքը գնում է օրինակ արտահանումը, որ այս բանը ունենք դեպի Ռուսաստան, նախ ես մի այլ համոզմունքի մասին էլ կուզեի նշել, որ ես վստահ եմ, որ Ռուսաստանը երկար այս ռեժիմը չի պահի, որովհետև նա նախ եւ առաջ չի բխում իր շահերից։ Այն տնտեսական ազդեցությունը, որ այսօր ունի Ռուսաստանը Հայաստանում, կտրելով այդ թելերը ինքը կորցնում է տնտեսական ազդեցությունը։ Միամտություն կլինի կարծել, որ Ռուսաստանում այդքանը չեն հասկանում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանում էլ են դա հասկանում եւ այն միջոցառումները, որոնք իրարեցին նախ եւ առաջ ընտրական գործընթացների հետ կապված, ընտրական գործընթացներից հետո իրավիճակը ըստ էության կդեէսկալացվի եւ մենք կարող ենք տեսնել որոշակի, այսպես ասած, դրական դինամիկա հայ-ռուսական առևտրային հարաբերություններում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է, այսպես ասած, մեր սթափությունը մի կողմ դնենք եւ չշարունակենք եվրոպական ուղղությամբ մեր ինտեգրացիոն գործընթացը եւ այս դրական, հա, շարժերը, որ մենք տեսնում ենք, 18.5 միլիոն դոլար արտահանման գործակալության հետ կապված, որ պատրաստում են տրամադրել կարողությունները զարգացնել, սա մենք կարելի է ողջունել եւ օր առաջ պետքա այդ քայլերին գնալ, որպեսզի երկու անգամ անիվը իր սիրած փոսում չվթարվի։ Դուք այնուամենայնիվ կուզենամ, որ այս հարցին էլ պատասխանեք, ինչ ժամանակահատված հետո եք դրական ուղղություններ սպասում ռեալ դեպի Եվրոպա հայկական արտահանման։ Եկեք հասկանանք դրական տենդենսին չենք հասկանում։ Ծավալի աճ, տեսականու աճ։ Ծավալի էական աճ մենք կարող ենք ակնկալել մի քանի տարվա ընթացքում, ես նկատի ունեմ 3-4 տարվա ընթացքում։ Եթե այս ռեժիմը պահպանվի։ Եթե այս ռեժիմը պահպանվի, եւ մենք կարող ենք այն արտահանման ծավալները, որ ունենք Ռուսաստան, հա, ավելի մեծ ծավալով արտահանում իրականացնենք ԵՄ արդեն 7-ից 10 տարվա հեռանկարում, ոչ դրանից շուտ։ Դուք նկատի ունեք դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալի չափ կարող է 7-10 տարի անց Եվրոպական միություն արտահանում անել։ Այո, դրանից շուտ անհնար կլինի։ Այն էլ լավագույն ջանքերի կիրառման դեպքում միայն։ Հասկանալի է, շատ շնորհակալություն պարոն Ֆանյան հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Access վերլուծական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Հայկ Ասֆանյանին, կհանդիպենք։